որոշել էի, որ այսօր ես անցնեմ իմ տան գործերին, բայց արի ու տես, որ նորից գործերը սպասում են դրսում։ Ժողովուրդ ջան, ես եկա, ուրեմն պատրաստում եմ սալատ կանաչ եւ գիտեք, սա պետք է լվանամ եւ խաշեմ ձու։ Խաշեմ ձու սիրելիներ, որովհետեւ շատ կարևոր է դա։ Հիմա ջուրը լցել եմ մեջը։ Ես թեր խաշ չեմ անում, որովհետև այս վրա մեջ պրոգրամ, որ դուք խաշում եք, կարող եք անել լրիվ կիսահուն դաժը, կարող եք անել թեր խաշ, կարող եք անել, ես 15 րոպե է, 16 րոպե, ես խաշում եմ այն, տեսնեմ ձուն եմ, ուտեմ խմորեղա, պետք է պատրաստեմ լրիվ չանա, չելա, եսքանը հերիքա, 2, 4, 6, բարի կրնենք 6 հատ անեմ։ Ուրեմն ձեզ ասեմ սիրելիներս, շատերին տեսնում եմ, որ հարգիտը ձուն, լվանում եք նոր եք դնում սառնարան, երեխեք, վերացրեք այդ հիստերիկությունը, կամ բանջարեղենը սապոնով, ոճարով եք լվանում, չի կարելի, տես բաներ չանեք, դա ուղղակի, ինչ ասեմ, դա վերջն է, էլի։ Ուրեմն հիմա ես 2 կտոր հացը, այսպես, և մեր պանիրը, այծի պանիրը, ես այծի պանիրը գնում եմ մի քիչ մեծոտները, այս հաստությամբ, այսպես դնում ենք վրան, և այսպես դնում ենք նինջայի մեջ, սա գնաց, բայց կպատրաստեմ, և ինչ երեխեք, եկեք հիմա հենց անեմ, որտեղ ձուն 16 րոպեից կխաշվի, հիմա մտածում ինչ խառնեմ սալատիրը, արդյոք սպիտակ վիչինա անեմ, թե բեկոն, լախում։ Ուրեմն, ասեմ ձեզ սիրելիներ, որ կարող եք մատուցել ձեր հյուրերին, ձեր սալատները անհատական ափսեների մեջ։ Ասեմ, ես այսօր որոշել եմ այդպես անել և առանձին իմ և ամուսնուս ափսեները, հենց մի անգամից այ այսենց սալատը, այսպես, 2 հատ, սիրելիներս, ես հիմա կտրատեցի այ այսպես սպիտակ վիչինա և սալոր, ինչ ունեք ձերքի տակ, կարող եք նաև անել չամիչ, քմբռի, կարող եք անել տարբեր չրեր, շատ հետաքրքիր նաև մրգով, կարող եք միրգեր անել, հիմա ես ձուն խաշեցի, խաշվեց, հանեցի, հիմա սպասում եմ ես, վարա, ծայր պատրաստել, ես վերջում մի քիչ մեղր կանեմ, անջատեմ, ես սա ցույց եմ տալիս ձեզ մեկ սալատի վրա։ Իմ ամուսինը կուտի սա և հետո կուտի տաքը, ես մի հատ սալատը ինձ լրիվ ամբողջությամբ բավական է, որովհետև այստեղ կա և ընկույզ, և չամիչ, և մսեղեն, և ձու, և մեկ հատ այսպես պանիրով հացը, և սրա վրա քանի որ ինքը տաք է, ես արագ ձևով այսպես մի քիչ մեղր եմ անում, հիմա ձուն եմ մաքրեմ, ամեն ինչը պատրաստ արդեն, մեր մոտ արդեն 12 անց է, սիրելիներս ձեր Անահիտը մտավ խոհանոց, հիմա ինչ է անում ձեր Անահիտը, ձեր Անահիտը այսօր առավոտյան, ես իմ հեռախոսից մեջ նայեցի տեսնեմ ինչ սարքել պեչենիներ անեմ և ցանկացա մի նորություն, որպեսզի լցնեմ մի պեչենիների ամանը ընտիր գնաց, սա կուկիզներն էին, որ պատրաստել էի մի քանի օր առաջ և շատ լավ մնուն է երեխեք ջան, ես հիմա կպատրաստեմ մի խմորեղեն, որ ես հեռախոսով գցել եմ մի անգամից հեռախոսով դնում եմ, գտնում եմ և ինքը գնում է ուղիղ իմ տերմոմիքսի մեջ։ Ինչ կարելի է սարքել, պատրաստել, մտածում եմ։ Գիտեք, սրա մեջ անգամ կարելի է մոտիներ դնել, բավականին մեծ է, բավականին մեծ և շատ լավ է։
Այսօր մոռացա ասեմ, երեխեք, անցնենք ուրիշ թեմայի, եղունգներս էի նայում ապրես Սյուզիջան։ 4 տեղ արել եմ տարբեր տեղեր, թռել է Երևանի լավագույն ճանաչված սալոններից մեկում, Երևանի ուրիշ մի տեղ ևս նորից էլի, այստեղ Ֆրանսիայում եւ միշտ թռնում էր, բացի քոնինից, քոնը երկար մնաց։ Ֆելիսիտասիոն, բրավո, ապրես, արժեր քո այդ կուբիկը, որ դու շահեցիր։ Ապրես, սիրուն աղջիկ։ Այդպիսի բան էր, արդից օգտվում եմ, բարևեմ նաև մայրիկիդ, Ռուզաննայի, բարև Ռուզաննա ջան։ Հիմա ինչ եմ ուզում անել ես, սիրելիներս։ Ես մի հատ ուզում եմ սա համտեսեմ, ոնց է մնում ինքը այս ամանի մեջ արդյոք շատ է փափկում, թե ոչ։ Օհանո, երեխեք, ոնց կա այդպես։ Ուրեմն այս կուկիզները ամերիկյան կուկիզները պատրաստեցի եւ մեջը ավելացրել եմ արևածաղկի սեր։ Կարելի է սարքել մի հատ անմիջապես մածունով։ Մածուն ինչպես գիտեք, բոլորը ես ասել եմ արդեն, ես օգտագործում եմ միայն ակտիվիա, որովհետև սա մեր նարինեի նման է, ինքը բիֆիդուս չի ցավացնում կամ ժուգա տալիս ստամոքսին, միակ մածունն է, որ մարսում եք։ Օրինակ տեսեք, ես ամուսուս համար գրում եմ գրեկ, այդ հունական այդ մածուններից գրեկ, ինքը պրոբլեմ չունի, բայց ես ուրիշ մածուն կերա, նախ ահա որ վկնում եմ, իսկ սա ուղղակի հրաշքա, ակտիվյան նատյուրն եմ գնում, նատուրալնի առանց շաքարի, և շատ համեղ է։ Սրանով աշխատեք նաև պատրաստել սպասը, արտակարգ, մարսում եք, երեկոյան դաժ ուտում եք, մարսում եք, ձեր համար ոնց է։ Ասեն իմացեք էլ երեխեք ջան, դերա գնացի գործերից, որտեղ ես պետք է դեռ անկողինս փոխեմ, չորացնող մեքենան կանգնել է, մի հատ սա վայել է եւ առաջ։ Ժողովուրդ ջան, ժամը 6:17 րոպե է, օ նո 18:18, ինչքան գեղեցիկ թիվ է եւ ես դուրս եկա։ Կարևոր գործով գնում եմ շատ շտապ, իհարկե չսպասված բան է, չնախատեսված դուրս գալ էր, այսօր որոշել եմ ընդհանրապես դուրս չգամ։ Ավարտեցի գործերս իմ ռիթմով, առանց շտապելու, շուռ եմ տվել, որպեսզի դուք տեսնեք այս հրաշալի տեսարանը։ Գիտեմ, որ Ժասմին ջան, դու շատ ես սիրում եւ ամեն անգամ գրում ես, որ հաճույք ես ստանում, դրա համար էլ որոշել եմ որոշ ժամանակ ցույց տամ բնությունը մեքենայի մեջից, որպեսզի դուք էլ իմ հետ ճանապարհորդեք։ Ասեք տեսնեմ, ինչ եք կարծում։ Արդյոք ձեզ դուր է գալիս այս ճանապարհները, որովհետև այս դրությամբ նայում եմ բավականին շատ ռեպորտաժներ, մեր շատ հետաքրքիր ռեպորտաժներ 70-ականների, 80-ականների եւ հակարծակի այդ աղջիկը դուրս եկավ ու ինքը իր մեքենայի մեջից վարում էր Ամերիկայում ապրում եւ բնություններ ցույց տալի եւ այդ ժամանակ շուտվա բլոգեր, ձյուն էր, շատ գեղեցիկ էր, ես նայեցի, ասեցի եւ միգուցե ես էլ ցույց տամ աղջիկներին դուր է գալիս այս ճանապարհները, մեր փոքրիկ գյուղերը, ճանապարհներ, որտեղով ես անցնում եմ, որոշ մարդկանց համար հետաքրքիր կլինի։ Եվ ես ձեր աչքերով նայեցի այդ աղջկան եւ զգացի, որ իրոք շատ հետաքրքիր է։ Իհարկե իմ համար հետաքրքիր է, որովհետեւ շատ մարդիկ կան, իրենց ուրիշ կոնտենտներ են դուր գալիս, ավելի շատ հետաքրքրասիրական կոնտենտներ եւ ճաշակը տարբեր է, երեխեք ջան, բայց ինձ դուր է գալիս, երբեմն ես որ ներվային վիճակա, լարված վիճակա մոտս լինում, որպեսզի իմ ներվերը հանգստանան, ես մի հատ սիբիրյան բլոգերներ կան երիտասարդ, իրանց դնում նայում եմ, ինչպես այդ աղջիկը ճաշ պատրաստում, ձյունը, իրանց տունը, դրանից իմ ամբողջ ներվերը հանգստանում է, ոնց որ թերապիա լինի, եւ կարող եմ ասել ձեզ ճշմարտություն, ես այդ մարդկանց տեսա, այդ երիտասարդներին տեսա, մի վարքյան, մենք ծանր կովիդ էինք տանում, սկեսուրս, մայրս, ես եւ ես պետք է լինեի ուժեղ, որպեսզի երկու մեծ տարիքով մարդկանց տիրություն անեի, որտեղ ոչ մեկ տուն չէին մտնում,
բայց երևի ամենածանր վիճակն իմն էր, որովհետև ես վերջում հայտնվեցի հիվանդանոց, որ ստուգեն թոքերը, չնայած ես ուժեղ մարդ եմ, ոտքի վրա մնացի մինչև վերջ, որ արդեն են թուլացած sense պարկում էի անկողնու վրա, անգամ իրավունք չունեի պարկել անկողնու մեջ, որովհետև մեկ մայրս էր այս կողմը, այս թևի վրա, այն թևի վրա սկեսուրս էր, իհարկե Սերժներ էր օգնում, բայց Սերժն ատա տղամարդ է, դուրս էր գալի բան։ Ես պատահաբար այդ ռուս տղայի եւ աղջկա վիդեոն հայտնա դուրս եկավ իմ YouTube յանալիք, ժողովուրդ, եւ դա ինձ փրկեց։ Այդ երիտասարդների բլոգը, որ այդքան ես իմ ինչ չէր, ինձ փրկեց այդ ձյունը, այդ ույուտը, այդ տաքությունը, ջերմությունը։ Ես մի հատ ինչ էներգիա ստացա պոզիտիվ, դուք չեք պատկերացնում։ Դրա համար կան, ես հիմա մեր ժողովրդին հասկանում եմ, որ ասում եք, Անահիտ, մենք քեզ նայելով էներգիա ենք ստանում, որ մենք հանգստանում ենք այս բնությունը նայելով։ Դրա համար որոշել եմ երբեմն շուտ տամ եւ ձեզ ցույց տամ նաեւ երբեմն որոշել եմ ձեզ ցույց տալ ես այս հրաշալի տեսարանը, որ մարդիկ կան հոգնած են, հիվանդ են, սա ձեզ հանգստացնի, սա ձեր համար լինի յոգա, երեխեք ջան։ Այս կայարանը, որ գալիս եմ, ոնց որ պատերազմի 41 թվականի կինոները լինեն, որ պատերազմի ժամանակ այս փոքրիկ մոստը ինչքան ռոմանտիկ կին եմ այ մարդ։ Ասեք էլի ժողովուրդ ջան։ Ամեն անգամ հետաքրքիրն է, որ այս փոքր գյուղերը որ նայում եմ, ամեն անգամ անենց հավես եմ անում, գնամ մի հատ Լուի դե Ֆյունեսի կինոներից նայեմ։ Երևի թե այսօր մի հատ Լուի դե Ֆյունես դնեմ նայեմ, որովհետև նախ շատ հոգեհարազատ է, քանի որ ապրում ես այդպես փոքրիկ գյուղերում եւ արդեն ֆրանսիական գյուղերում եւ արդեն պատկերացում ես կապում, թե ինչպիսին է եւ ոնց է։ Բայց այն ժամանակ, որ ուղղակի նայում ենք կինո, ծիծաղում ենք, որովհետև դա Լուի դե Ֆյունես էր, Պիեր Ռիշար, Ժերար Դեբարդյու, տեսեք այս ջրի մոմենտը ինչքան գեղեցիկ է, նայեք, տեսեք։ Հրաշք, մեհրաշք։ Մեր մոտ արդեն կաշտանն է սկսում, այս մարդիկ ոնց որ կաշտան էին հավաքում։ Ահա սիրելիներս։ Անջատվեց երեխեք ջան, որովհետև մարդկոցս հեռախոսը մահացավ ուղղակի, հիմա միացրեցի, եկա ճանապարհեցի ում պիտի ճանապարհեի եւ ասեմ ձեզ, որ դրա համար ես որոշեցի հանկարծակի հիշեցի, թե ինչի են իմ լավ հետևորդուհիներ եւ հետևորդներ ինձ անդադ ասում, Անահիտ, ինչքան շատ, ինչքան եմ սիրում, ինչքան ենք սիրում ձեր բնությունը, ինչքան գեղեցիկ են ճանապարհները։ Երբեմն իրոք սա հանգստացնում է մարդու հոգին, մարդու ներվերը եւ իզուր չի այսօր այդ Դիլիջան, Իջևան եւ այլն բավականին թանկ հաճույք է, որովհետեւ Երևանի այդ ինչ ասեմ, այդ խցանումները, այդ վատ օդը մարդիկ փախնում են, գնում են այդտեղեր, որպեսզի հանգստանան եւ լիցքավորված գան անասել իրենց աշխատանքին։ Դրա համար սիրելիներս վայելենք, եկեք վայելենք բնությունը, եկեք վայելենք ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի օրը, որովհետև ինչպես մայրիկն է ասում, ամեն ինչը ժամանակավոր է սիրելիներս եւ լինենք բարի, ամենակարևորը նախանձությունը եւ չարությունը եւ մեծամտությունը կործանում է ես ուղղակի խնդրում եմ իմ երիտասարդ բլոգերներ, երիտասարդ աղջիկներ, երիտասարդ տղաներ, թող դիմացինները ձեզ գովեն, դուք ձեզ մի գովացեք, որովհետև ես հաճախակի նայում եմ բլոգներ, գովում եք եւ գիտեք բլոգներ չէ, ինստագրամյան փոքրիկ այդպես կադրներ, թողեք դիմացինները ձեզ գովան, թողեք որ դիմացինն ասի, վաու, ինչ լավն եք, ինչքան լավն եք, ինչ գեղեցիկ եք, ինչ առաքինի եք, ինչ հաճելի եք, ինչ խելացի եք, ինչ խելոք եք եւ այլն։ Բարև ձեզ սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։
Այսօր մեր մոտ 2 շաբթի է եւ 20 րոպեից հետո գալու են իմ կլիենտները, չգիտեմ 4-ն թե 5-ը, ինչ որ է, ես իրենց հետ արդեն աշխատում եմ համարյա 20 տարի եւ ճիշտ ասած մտածեցի ճաշից հետո գային ավելի լավ կլիներ, բայց ոչինչ, առավոտյան Անահիտին մահճակալից շպրտել են դուրս, որովհետեւ ես առավոտվա մարդ չեմ, ինչպես բոլորդ գիտեք, մայրիկ դրա մեկ-մեկ ասում, ասում մեկ-մեկ առավոտ ինձ գնում եմ ասենք զրույց անեմ հետը սուրճ խմեմ, ինձ ասում անա այդ մի ծիծաղ ժպտա Մայրիկը քնած է ոնց որ դրա համար եմ կամաց խոսում։ Ուրեմն սիրելիներս ես ձեզ ասել էի, չէ, որ ես ունեմ մի քանիսի հարցեր, որ ինձ տվել եք պատասխանել, ուրեմն Արմինե, Նարինե, Անի, Անահիտ եւ կներեք 5-րդ անունը ասա Գոհար։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ներող եղեք, որ մինչև օրս չեմ պատասխանել, որովհետեւ բավականին զբաղված եմ եւ ուզում եմ մի առիթ գտնել, որ ավելի հանգիստ պատասխանեմ ձեր հարցերին։ Մեր սիրելի աղջիկները հարցեր են տվել ինձ, ճիշտ ասած, իմ մասնագիտությունը, իսկական մասնագիտության հետ կապված, գիտեք, երբ որ ես ֆուտբոլի մասին խոսեցի, այսինքն ես պաշտպանեցի ֆուտբոլին եւ այդտեղ ոչ մի կոմերցիալ բնույթ չէր կրում, наоборот, չղայնացա, որ որոշ բլոգերներ չեն հասկանում, ես պրոֆիլ չէ, քննադատել էին մեր տղաներին եւ մեկը իսկույն տղամարդերը գրել էր լսեք այդ տիկին, որ չեք հասկանում սպորտից մի խոսացեք, հա գնացեք ձեր համար ձեր ճաշերը պատրաստեք։ Ճիշտ ասած ես իրան շատ հանգիստ պատասխանեցի, ասելով ես ուղղակի ցավում եմ, որ դուք այդքան դատարկ գլուխ եք, որ չեք մտել մի հատ բլոգներն այդ տեսեք էս կինովա, անգամ շորտերի մեջ կա, որ ես բասկետբոլի գնդակ եմ վարում, այդքան պիտի հասկանալ, ինչ որ է։ Հիմա ասեմ դες շատերը որ չեք ճանաչում, ինձ ես սպորտսմենի եմ եղել բավականին երկար տարիներ, սկսել եմ 13-ից, կարիերաս համարյա թե բացվել է 14-ից արդեն սովետական միության երիտասարդների թիմում վերցեցին ինձ եւ այլ ինչ որ է, ամենադեպս խաղացել եմ Հայաստանի բարձրագույն խմբերից մեկում, շատերը կճանաչեք եւ հետո արդեն պայմանագրի սովետական միության հավաքականի անդամ եւ հիմա 17 տարեկանում սպորտի վարպետ եղա, դա այդքան շատ չկար այդ տարիներին եւ կհավատաք եւ ես 29 տարեկանում պայմանագիր կապեցի Ֆրանսիայի հետ եւ այլ, այսինքն ես ունեմ բացի նրանից որ ունեմ սպորտի կարիերա, նաեւ սովորել եմ ֆիզկուլտուրա ինստիտուտում եւ բավականին շատ եմ սիրել որոշ մասնագիտություններ, որոնք որոշ թեմաներ, այդ առարկաներ, որոնք ինձ ավելի հոգեհարազատ էին։ Ես Դավիթը աբսոլյուտման բան չէր, պարփակված երեխա չէր, ինքը շատ էր սիրում ընկերություն, սիրում էր դուրս գալ եւ այլ, բայց ես ինքն էր ճիշտ ասած դուրս Դավիթը սկսեց բասկետբոլից, հետո ֆուտբոլից, հետո ռեգբիից, հետո թենիս, в общем, ամեն ինչ փորձեց եւ ես շատ ուրախ էի եւ ես չուզեցի ցանկացա որ ինքը սպորտի ասպարեզում մեծ սպորտսմեն դառնա, որովհետեւ ես չէի ցանկանում դա շատ ինչ ասեմ, բարդ աշխարհ է երեխեք ջան սպորտի ասպարեզը մանավանդ որ դառնում ես պրոֆեսիոնալ, քիչ դժվար է բռնել երեխայի, մանավանդ այս Ֆրանսիան այնքան մեծ է, եթե Դավիթը ինքը ես իրական վրա աշխատեին կան չէ ծնողներ որ իրանք սպորտսմեններ լինի, ուզում են իրենց երեխաներ լինի, Դավիթն այսօր 12 տարեկանից պիտի գնար եսին որ քաղաքներ, որտեղ այս մեր մոտ տղամարդկանց բասկետբոլ չկա։ Հիմա ասենք ձեր հարցին, այն երեխաները, ովքեր կոմպլեքսավորված են, ովքեր պարփակված են, ովքեր ամանչկոտ են, ովքեր մամայի հետևը թաքնված են, ովքեր չեն ուզում ոչ մի կոնտակտ ունկերներ, անպայման պարտադրում եմ ձեզ եւ ձեզ խորհուրդ եմ տալիս ձեր երեխաներին տանեք խաղային սպորտի։ Խաղային սպորտը ինչով է տարբերվում անհատական, որովհետեւ խաղային սպորտը կոնտակտ է։ Ես քեզ փոխանցում եմ, ես քեզ պաշտպանում եմ, ես քեզ քաշում եմ, ես քեզ անգամ կա նախաձեռնություն չարություն եւ երեխայի մեջ արմատավորվում է այդ պաշտպանվելու գաղափարը, որ ես մի վարքյան սպասի պաշտպանվեմ, կամ ես փոխանցեմ, ես իմ եղածը փոխանցեմ, այսինքն մենակ ինչ չվերցնեմ, ասես գրկեմ ու մնամ, դա մինուճար երեխեքին ծնողներին է վերաբերում, իսկ նրանք ովքեր էլի եմ ասում շատ կոմպլեքսավորված երեխաներ են, իրենց օգնում է նաև բացահայտել իրենց բնավորությունը, ինչու, որովհետև երեխաներ կան, իրանք այնքան ամաչկոտ, բայց գալիս է մի մոմենտ, որ մտնում են այդ դահլիճում, խոսքի վերցնենք բասկետբոլը, ու մարզիչն ասում է դու բասկետբոլ պարապել ես, չէ, ոնց որ ես, ու մտնում է ինքը գնդակը վերցնում ու սկսում է վազել, այսինքն ինքը բնավորությամբ ամաչկոտ չի եղել, ուղղակի այդ երեխայի մոտ ինքը ցույց չի տվել, թե ինքը ով է։
Եվ այդ երեխան, որ դպրոցում սուվ խդուլող են ասում Ֆրանսիայում, որ բոլորը կարող է ծիծաղան վրա եւ այլ, այդ երեխան մտնում է սպորտին, բավականին լինում են այդ տիպի երեխաներ, որ իրանք բավականին տաղանդուն են սպորտի ասպարեզում, ու ինքը սկսում է իր բնավորությունը ճանաչել եւ ավելի ինքը վստահ է իր վրա լինում։ Սա մեր Անին է վերաբերում, ասեցիք, որ ձեր երեխան ինքը իր վրա վստահ չի, ինքը անդադ իրան թերագնահատում է, 11 տարեկան, ասում է ես լավը չեմ, ես խաղալ չգիտեմ, ես ոչ մի բանի պիտանի չեմ, եւ ձեզ խորհուրդ եմ տալի, տարեք ձեր երեխային սպորտի, որտեղ ասում եք ինքը բավականին սպորտային կառուցվածք ունի, աղջիկ երեխա է, բայց գնում էր Պարի շատ ուժեղ, ինքը ամեն ինչին ձեռը տալիս շատ ուժեղ է, տարեք խաղային սպորտի եւ դուք ինձ խնդրում եմ անհատական կգրեք Instagram-ով, որ ես տեսնեմ ինչ եք կարծում եւ կտեսնեք մեկ ամիս չէ, 1-2 շաբաթ հետո ձեր աղջիկը կգա կասի ես կտեսնեք իր բնավորությունը ոնց է փոխվում, որովհետեւ նախ ինքը մենակ է, սկսի ձեռք բերել ընկերուհիներ եւ ամենակարևորը որ ինքը տեսնելով որ ինքը ուժեղ է, ինքը իր վրա վստահություն ավելի իր վրա իրանից գոհ կլինի, այսպես ասած, որովհետև դուք ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ լավ տեղ եք ապրում բասկետբոլի համար, ունեք օղակ եւ այլն ամեն ինչ, ինքը ասում եք շատ լավ անգամ նետումներ անում, տարեք, մի թողեք մենակ։ Եվ դա երեխայի մեջ կարմատավորի իր բնավորությունը եւ ինքը ցույց կտա, թե ինքը ով է։ Իսկ մյուս հարցը տվել եք բոլոր դե 4-ը տեղ, իսկ ես ունեմ 3 երեխա, դա եթե չեմ սխալվում Արմինեն էր, 3 երեխա, 3-ն է տարբեր են, բայց որ մեկին տանում է սպորտի, բոլորն ուզում են նույնը գնան։ Դե որ այդպես է, եթե մեկը ամաչկոտ է, մյուսը ճտպտան է, մյուսը ավելի չի ուզում թամբալոտ է, տարեք 3-ին էլ նույն սպորտին եւ տարեք 3-ին է խաղային սպորտի։ Ունեք 3 տղա, 3-ին է տարեք ֆուտբոլի, կամ ռեգբիի, կամ ամերիկյան ֆուտբոլի, չգիտեմ որտեղ եք ապրում, չեմ հիշում, համենայն դեպս երեխեք ջան, սպորտը զարգացնում է երեխայի բնավորությունը։ Ոչ մեկ դա պարտադիր չի դառնան բոլորը պրոֆեսիոնալ սպորտսմեններ, կարևորը որ երեխան սովորի հարգել ծնողին, որովհետև ծնողին տես տանջվում է, տանում ենք այս կողմ, տանում ենք այն կողմ, երեխան հարգի ինքն իրեն եւ գիտեք ինչ ասում է բանի այդ առողջ հոգու մեջ, առողջ մարմնի մեջ առողջ հոգի է լինում։ Երբ որ մենք գնում ենք ժամուկես պարապում ենք, մենք լրիվ մոռանում ենք մեր պրոբլեմները, մեր տխրությունը, մեր ցավերը եւ այլն եւ այլն։ Գոնե այդ երեխաներին մի քիչ կտրեք այս ինֆորմատիկայի դարից եւ երեխաները կարողանան գոնե իրանցով զբաղվեն եւ երեխաները կարողանան, ինչ ասեմ, իրենց ճանաչեն եւ ամենադժբախտությունը նա է, որ այսօր անգամ Երևանում Բաքվում ոչ մեկի չի խաղում։ Նույնն էլ վերաբերում է Երևանում։ Իհարկե էլի եմ ձեզ ասում, Երևանում ես շատ-շատերին եմ ճանաչում, որ ովքեր փող չունենալու պատճառով, գումար չունենալու պատճառով իրենց երեխաներին չեն տանում սպորտի։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը, երբ որ այդ տգետն ինձ ասում է դու սպորտից չես հասկանում։ Այսօր պետք է սպորտային մեր սպորտի ֆուտբոլ եւ այլն հատուկ գտնեն մարզիչներ, որոնք ման գնան դպրոցներում, փոքրիկ գյուղերի, ավանների դպրոցներում գնան ամենտեղ մտնեն, ասենք, ֆիզկուլտուրայի դասատուին ասեն, ուսուցչին մի հատ ֆուտբոլ կազմակերպի թող խաղան ու իրան գտնեն տաղանդներ եւ տանեն ձրի այդ երեխեքին սպորտի, որովհետեւ տաղանդը երեխեք ջան ծնվում է, տաղանդը ծնվում է եւ տաղանդի վրա պետք է աշխատես, որ ինքը պրոգրես ապրի, բայց տաղանդը փողով չես գնում։ Նրանք ովքեր ունեն գումար գնում են ֆուտբոլի։ Ես այն օրը պատահաբար մի հատ բլոգերի տեսա, իր երեխան ֆուտբոլի էր գնում, բոլորը դաշտում ֆուտբոլի դաշտում բոլորը երեխաներ, ինձ դից հետաքրքիր է ինչ արժի ամսական այդ գումարը։ Արդյոք մարդիկ, ովքեր ստանում են 100,000 դրամ, կարող են իրենց երեխային տանել սպորտի։ Այ դա է իմ խոսքը, այ տղամարդ եք, կին եք, գրել եք դու սպորտից հասկանում ես։ Արի մոտս դասընթացների սպորտի։ Սպորտը մեր սովետական միության ժամանակին չէր զարգանում, որովհետև ձրի էր։ Ձրի, չէին նայում, թե դու երաժիշտի տղա ես, աղջիկ ես, կամ դու բանի մինիստրի աղջիկ ես, կամ ուսուցիչի աղջիկ ես, թե բանվորի աղջիկ ես, թե գյուղացու աղջիկ ես։ Մեր մոտ գնահատում են տաղանդը։ Երեխան ունի տաղանդ,
շարունակվում է, բոլորս է խաղում էին երիտասարդական թիմում, հետո կամաց ընտրում էին լավագույններին եւ լավագույններն այդքան ամբողջ Հայաստանում կարող է 1-2-ը լինեին։ Ինչի մասին է խոսքը։ Ձեր կարծիքով մեր ֆուտբոլի, Արարատի ֆուտբոլի տղաները բոլորը մինիստրիների երեխաներ էին։ Ոչ։ Այդ ժամանակ իրանք Բաքում էին գտնում լավ երեխեքին տաղանդավոր գնում էին ֆուտբոլի, տանում էին ֆուտբոլի։ Այսօր ես ուղղակի իմ խոսքս դիմում եմ մեր Հայաստանի, եթե կլսեք, եթե կտեսնեն, ինչ որ մեկը չերես, կասեք դա է սպորտի գաղտնիքը, ինչի Բրազիլիա, Արգենտինա այդքան աղքատ երկրներում դուրս են գալի լավագույն սպորտսմեններ, որովհետև այդ երեխեքին իրանք գնում են, նայում են փողոցներում ոտաբոբիկ խաղալուց, տեսնում են, հոп վերցնում տանում են ու իրանք են սպոնսորիզանում, իրանք են փողը լրիվ տալիս, որպեսզի իրանք տաղանդավոր սպորտսմեններ ունեն։ Դաշը Բրազիլիայի, Արգենտինայի են գյուղերի չափը չկանք, դրա համար պետք է աշխատացնել այդ սիստեմը, ոչ թե միայն վերցնել երեխաներ, ովքեր ունեն փող։ Դե ինձ սիրելիներս, հուսով եմ, որ դեր հարցին պատասխանեցի, բոլոր մայրերին, երեխաներին չդարձնեք կուրկ, երեխային բացատրեք, որ պետք է դու շարժվես, պետք է գնաս սպորտի եւ երեխային տանեք սպորտի եւ թույլ չտաք, որ ինքը տարվա կեսին ասի չեմ ուզում, հավես չունեմ, այդ բառը չպիտի ասեն։ Սա է հոգեբանությունը։ Հոգեբանությունը ծնողի, իսկ կան երեխաներ, ովքեր կլաց են, չեմ ուզում, պատճառը հարցեք ինչու, ինչ որ մեկը քեզ ցավացրել է, ահա մեկը ինձ անդադ ցավացրել է, կգնաս ու կպաշտպանվես, քեզ մեկնաս ու դու երկուսը կասես, քեզ խփում է, դու երկու անգամ խփի, երեխային սովորացրեք պաշտպանվել, դա է իմ բլոգների իմաստը։ Դե լավ սիրելիներս, ես արդեն 5 է պակաս, ես ոնց որ մի հատ մեքենա տեսա։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր, ցանկանամ ձեզ առողջություն եւ ամենակարևորը նրանք, ովքեր ում հոգիները ալեկոծված են, ձեր հոգիներին խաղաղություն, ցանկանում եմ բարիություն եւ ամենակարևորը սիրելիներս առողջ եղեք, սիրեք մեկդ մեկիդ, համբուրում եմ ձեզ ջերմ, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ ասում, պակա